Հայաստանի և Կիպրոսի միջև ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր են քննարկել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսը։ Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր։ Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհայիլ Ալ-Մազրուին և Էթիհադ Ռեյլ ընկերության գործադիր տնօրեն Շադի Մալակին։ Հանդիպման ընթացքում կողմերը համապարփակ քննարկումներ են ունեցել երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ։ Հատկապես շեշտվել է ենթակառուցվածքների էներգետիկայի բարձր տեխնոլոգիաների և այլ առաջնային ոլորտներում առկա համագործակցային ներուժի կյանքի կոչման կարևորությունը։ Կողմերը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի և Էմիրությունների միջև ձևավորված կայուն գործընկերությունն ու տարեցտարի խորացող սերտ համագործակցությունը, նշելով երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի իրագործման վերաբերյալ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկրների գործարար համայնքների միջև կապերի ամրապնդման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը, ինչը կնպաստի տնտեսական կապերի հետագա ակտիվացմանը։ Զրուցակիցները համաձայնություն են ձեռք բերել համատեղ ջանքեր գործադրել ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ, նշելով, որ այդ գործընթացը կարևոր է երկու պետությունների տնտեսական զարգացման համար։ Տնային կալանքի տակ գտնվող անձինք կկարողանան հեռավար աշխատել։ Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը, ինչպես է այն իրագործվելու, եթե դատարանը սահմանափակումներ կիրառի։ Հարցը փաստաբանն է բարձրաձայնում։ Մասնավորապես շատ հաճախ, ինչպես գիտեք, տնային կալանքները կիրառելիս դատարանը կիրառում է հավելյալ պայմաններ, նախատեսում է հավելյալ պայմաններ, մասնավորապես կարա լինի հեռախոսային խոսակցությունների սահմանափակումներ կամ վերահսկում, կարա լինի տեսակցությունների սահմանափակում կամ վերահսկում, այդ թվում նաև ինտերնետից օգտվելու հնարավորության սահմանափակում։ Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, եթե աշխատողի նկատմամբ կիրառվում է տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցը, կախված սահմանափակումների բնույթից պետք է որոշվի, անձը կարող է իր աշխատանքը շարունակել, թե ոչ։ Կիրառված սահմանափակումները պետք է համատեղելի լինեն աշխատանքի հետագա կատարման հետ։ Եթե օրինակ դատարանը հիմնական սահմանափակումից բացի, հիմնական սահմանափակումը վերաբերում է բնակության վայրը չլքելուն։ Եթե այդ սահմանափակումից բացի կիրառի շատ սահմանափակումներից որևէ մեկը, որոնք որ բարդություն են առաջացնելու աշխատանքը կատարելու մասով, գործատուի եւ աշխատողի աշխատանքային հարաբերությունների հետագա ընթացքը կանոնակարգվում է հետեւյալ կերպ. աշխատողի լիազորությունները կասեցվում են։ Իսկ եթե սահմանափակումները համատեղելի լինեն աշխատանքի հետ, անձը կկարողանա հեռավար աշխատել երկու պայմանների առկայության դեպքում։ Առաջինը գործատուի եւ աշխատողի միջև առկա համաձայնությունն է, երկրորդը աշխատանքի բնույթը։ Ըստ փաստաբանի նախագիծը շատ ողջունելի է։ Եկեք չմոռանանք, որ խոսք է գնում դեռևս չավարտված վարույթներով անձանց մեղադրյալների վերաբերյալ, ու մենք բոլորս էլ պարտավոր ենք անմեղության կանխավարկածից ելնել, այսինքն մենք բոլորս պետք է հասկանանք, որ կա հավանականություն առնվազն, որ այդ անձինք ի վերջո հնարավոր է արդարացվեն եւ մեղավոր չճանաչվեն եւ հետեւապես նաեւ այդ անձանց իրավունքների սահմանափակումները վարույթի ընթացքում հետագայում կարող են դիտվել որպես ոչ օրինական։ Ինչ վերաբերում է աշխատավարձին, նախարարությունից տեղեկացնում են, եթե աշխատանքը հնարավոր լինի կատարել հեռավար, անձը կստանա նույն վարձատրությունը։ Ինչ վերաբերում է այն բոլոր դեպքերին, երբ որ աշխատողի լիազորությունները կասեցվում են, մասնավոր հատվածում, այսինքն աշխատող գործատու հարաբերություններում արդեն գործատուն ինքը աշխատողի հետ համաձայնության միգուցե կորոշի հնարավոր է իրեն վարձատրություն տալ, թե ոչ, իսկ հանրային ծառայողի դեպքում աշխատավարձատրությունը չի պահպանվում։ Իդեպ Հայաստանում ներկայում 780 անձ է տնային կալանքի տակ գտնվում։ Հիվանդի մոտ ուռուցքը տեղակայված էր ստորին ծնոտի անկյան շրջանում, տարածվելով դեպի
ճյուղ։ Դիմացանոթային վիրաբույժ Հակոբ Խաչատրյանը ներկայացնում է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում վերջերս իրականացված իր բնույթով բարդ վիրահատական միջամտությունների շարքին դասվող ուռուցքի հեռացման եւ ոսկրի փոխպատվաստման վիրահատությունը։ Բուժառուն զինծառայող փոխգնդապետ Արտուր Մախասյանն է։ Բոլոր բուժհաստատությունները դիմել եմ իմ գանգատով, նրանք առաջարկել են տեղադրել այլ մետաղ, որը որ տարիների ընթացքում ծնոտը ծռում է։ Եվ պարոն Խաչատրյանը արդեն իսկ առաջարկեց նման վիրահատություն իրականացնել, որը որ նույն ծնոտը պահպանում է եւ ընթացքում խնդիրներ չի առաջացնելու։ Աուտոտրանսպլանտացիայի, բարձրացած օտարմամնի փոխարեն բուժառուի ոսկրով իրականացված փոխպատվաստման տարբերակը նախկինում հոսպիտալում երբեք չէր իրականացվել։ Չնայած դրան, որոշում ընդունվեց միավորելով բուժհաստատության լավագույն վիրաբույժներին իրականացնել տվյալ բարդ վիրահատությունը։ Որոշում կայացվեց հարցին մոտենալ ավելի ռադիկալ, կատարել ստորին ծնոտի ռեզեկցիա առողջ հյուսվածքի սահմաններում եւ միամոմենտ վերականգնում, ռեկոնստրուկցիա նրբոլոկից վերցրած սնուցող ոտիկով աուտոտրանսպլանտատով։ Մուրացանի բժշկական հոսպիտալը միակն է եղել, որ առաջարկել է նմանատիպ վիրահատական միջամտություն իրականացնել ինձ, որը լինելու է ամենաարդյունավետը։ Նախքան բուն վիրահատությունը ամիսներ շարունակ անցկացվել է վիրահատության մանրակրկիտ պլանավորում։ Տարբեր հետազոտություններին զուգահեռ պատրաստվել են ակրիլամոդելներ եւ վիրաբուժական նմուշներ։ Դա եւս մի շատ կարեւոր փուլ է, որ վիրահատության ընթացքում ժամանակ չեն կորցնում արդեն վերցրած տրանսպլանտատի եւ ձևավորման վրա եւ ֆիքսման տեղերի հետ կապված։ Բավականին երկար նախապատրաստվել ենք, մոտ 2 ամսից ավելի, համ գործիքակազմով, համ տեխնիկական լուծումները միջազգային ստանդարտներին համապատասխան, որ կարողանային բարձր մակարդակով անցկացնենք տվյալ վիրահատությունը։ Մեկը մյուսին փոխարինելով վիրահատական միջամտությանը հաջորդաբար ներգրավվել են թե դիմացնոտային, այնպես էլ պլաստիկ ռեկոնստրուկտիվ եւ միկրո վիրաբույժները։ Արդյունքում շուրջ 10 ժամ տևած վիրահատությունը ավարտվել է դրական ելքով։ Վիրահատությանը ներկային տարբեր բժիշկներ Երևանի տարբեր առաջատար կլինիկաներից, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից դիմացանոթային վիրաբույժներ, պլաստիկ եւ ռեկոնստրուկտիվ վիրաբույժներ տեսնելու եւ ինչու՞ չէ նաև փորձի փոխանակում իրականացնելու նպատակով։ Վերականգնական վիրաբուժության տեսանկյունից բարդագույն վիրահատություններից մեկն է համարվում։ Աշխատանքը թիմային է, որտեղ իրար հաջորդող էտապներ կան, պարտադիր է որևէ էտապի վրա ինչ-որ անհաջողություն ընդհանուր ելքը միանշանակ անհաջող է լինելու։ Վերջինը, որ եղել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իմ գիտական աշխատանքների շրջանում, ներկայացնելով աշխատասենյակում փակցված տարբեր երկրներում անցկացված կոնֆերանսների եւ վերապատրաստումների մասնակցության վկայագրերը, Հակոբ Խաչատրյանն ասում է, արված վիրահատությունը անհնար կլներ առանց միջազգային առաջատար բժշկական կլինիկաների հետ սերտ փոխգործակցության եւ առաջավոր փորձի փոխանակման։ Մշտապես իրականացվում է փորձի փոխանակում առաջատար կլինիկաներում, իրականացվում է վերապատրաստումներ եւ այս ամենի նպատակը մեկն է մեր զինծառայողներին, ընտանիքի անդամներին եւ ինչու՞ չէ քաղաքացիներին պատշաճ եւ արդյունավետ բուժօգնություն ապահովելու համար, իսկ մեր զինվորներին ու զինծառայողներին առավել շուտ եւ առողջ վերադարձնել շարք։ Բժշկությունը շատ մեծ տեմպերով է զարգացում ապրում եւ ուղղակի պարտավոր ենք, եթե ուզում ենք միջազգային նորմերին համապատասխան մենք էլ փորձենք նմանատիպ ծավալով վիրահատություններ անել հաջողություն ունենք, դա շատ պարտադիր պայման է, որ մասնակցենք եւ այդ մասնագիտական կոնֆերանսներին, վերապատրաստումներին, ամբողջ ծավալով փորձում ենք մասնակցել եւ այդ մեր տեսած փորձը բերենք ներդնենք կլինիկային։ Այս լաթը, որ մենք մեր թիմով վերցրել ենք, ինքը համարվում է միկրովիրաբուժական լաթերից ամենաբարդը վերցման տեսանկյունից, որովհետեւ իր անոթային խուրձը տեղակայում է այնքան բարդ է, որ վերցնելուց մենք կողմնորոշվում ենք հիմնվելով մեր գիտելիքների վրա եւ տակտիլ եւ ինչու՞ չէ նաեւ ինտուիտիվ զգացողությունների վրա։ Մի հատ փուլ կա վիրահատության ժամանակ, որ մենք չենք տեսնում կոնկրետ անոթը որտեղ է։ Մենք գիտենք, որ անոթը կա, բայց չենք տեսնում մինչեւ մի որոշակի էտապ։
Իմի բերելով մտքերը ռազմական բժիշկները ընդգծում են կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում իրականացված այսօրինակ բարդ վիրահատությունը ինքնին վկայում է, որ ռազմական բուժծառայությունը այսօր իսկ պատրաստ է զինծառայողներին մատուցելու օտար երկրի առաջատար կլինիկաներում կիրառվող բուժման լավագույն մեթոդները։ Ներկապային կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը հագեցած է նորագույն բուժսարքավորումներով, բայց կարևորագույն առավելություն կարամ նշեմ մեր բժշկական թիմը լավագույն փորձառություն ունեցող բժշկական թիմ է եւ բարձր մակարդակի վրա է մեր բուժանձնակազմի փոխհամագործակցությունը։ Այս վիրահատությունը հաջողությամբ ավարտելու այդ ամենամեծ հենց ցուցանիշն է, որ այստեղ կա բարձր պրոֆեսիոնալիզմով թիմ, որ կարող ենք այստեղ կազմակերպել եւ տեխնիկական առումով եւ գործիքակազմով եւ մասնագետների համալրվածությամբ նման տեսակի բարդագույն վիրահատություններ։ Բուժծառայությունը, մասնավորապես կենտրոնական հոսպիտալը պատրաստ է կատարել իր առջև դրված յուրաքանչյուր խնդիր։ Ես կամավոր եմ։ Սոֆիան կամավոր դարձավ, երբ դպրոցից հետո առաջին տարում նախընտրած բուհի հավանած ֆակուլտետը չընդունվեց։ Միացավ Թինսլայվի թիմին համալրելու դեռահասների համար նախատեսված տեղեկատվական հարթակը։ Բարդ հոգեբանական շրջանը հաղթահարեց հանրօգուտ աշխատանք անելով։ Ինձ էլ շատ ծանոթները տենց են ասել, թե ինչու ես զբաղվում, ժամանակդ վատնում ես անկապ տեղը, գումար չես ստանում դրա համար, ու ես բոլորին բացատրել եմ, որ իմ խնդիրը տվյալ գումարը չի, այլ ինչ-որ մի բան սովորելը։ Աշխարհի բնակչության շուրջ 20%-ը կամավոր է։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով մեր երկրում կամավորական աշխատանքով է զբաղվում մոտ 300,000 մարդ, հիմնականում 15-ից 30 տարեկաններ, բայց աշխատանքի այս տեսակը միայն երիտասարդների համար չէ։ Տարբեր երկրներում մշակույթը կա, որևէ տարիքում մարդը կամավորական գործունեության մասնակցում է, որ առանց սահմանափակ լինի 80 տարեկան, լինի 60 կամ 10 կամ 15, հա, ինքը բոլորի համար է։ Ինչա նաև տարիքով մեծերի համար դա նաև հնարավորություն է իրենց փորձը, գիտելիքները կիսվել, դա նաև ակտիվ ծերացման մեխանիզմներից մեկն է։ Հայաստանում ոլորտը կանոնակարգելու քննարկումներ դեռ 2006 թվականից են սկսել, բայց կամավոր աշխատանքի մասին օրենքը գործադիրը հաստատեց, օրենսդիրն էլ ընդունեց 2023-ին։ Նախատեսվեցին իրավական մեխանիզմներ մեր երկրում ինստիտուտի կայացման ու մշակույթի զարգացման համար։ 3 տեսակի խումբ կառույցներ կարող են ընդգրկել, դա պետական, շահույթ հետապնդող կառույցները եւ պետության կողմից ստեղծված շահույթ հետապնդողները, որոնց սեփականատերը պետությունն է։ Այսինքն բոլոր դեպքում գաղափարախոսությունը կամավոր ներգրավելու կամ դա հանրային օգուտն է։ Այսպիսով կանոնակարգվեց նաև կամավորական աշխատանքի հավաստագրերի, այսպես ասած, առուծախը։ Բազմաթիվ հատկապես կրթական կառույցներ ընդունվելու կամ արտոնյալ զեղչեր ստանալու համար այսպիսի փաստաթղթերն ընդունելի են։ Կային կառույցներ, որոնք օգտվում էին առիթից ու շահագործում պատանիներին, երիտասարդներին։ Եթե որևէ կառույց իրավունք չունի կամավորներ ներգրավելու, կարա դիտարկվի որպես չգրանցված աշխատողի սկզբունքը դա արդեն գնում է այլ լիազոր մարմինի արդեն ունեն վերահսկման ֆունկցիաներ։ Կամավորի տեղեկանքների տրամադրման կանոնակարգել ենք դա միայն պետության կողմից հստակ սահմանված կարգով կարող է տրամադրել ու դա միայն e-work համակարգով կարող է լինել։ Այլ տարբերակով պետությունը չի ճանաչում որևէ կամավորական տեղեկանք։ E-work-ը նախարարության ստեղծած տեղեկատվական հարթակն է Հայաստանի աշխատաշուկայի մասին։ Այստեղ առանձին ենթաբաժնում կարող են գրանցվել թե կամավոր փնտրողները եւ թե նրանք, ովքեր ուզում են հանրօգուտ աշխատանք անել ձեռք բերել փորձ, հմտություններ։ Մարդասոցիալիզացումը, փափուկ հմտություններ է ձեռք բերում կամավորության ընթացքում, նաև սոցիալական կապիտալ է ձեռք բերում, հետագայում այլ երկրների փորձը ցույց է տալի, որ մարդիկ ավելի հեշտ են աշխատաշուկայում ինտեգրվում։ Թեև օրենքում խստացումներ չկան, բայց կամավոր ներգրավող կազմակերպությունները պարտավոր են երաշխավորել առողջ անվտանգ պայմաններ աշխատանքի համար, չոտնահարել նրանց արժանապատվությունը, գործուղումների դեպքում վճարել։ Հիմա օրենքի կիրարկման փուլում նախարարությունը շահագրգիռ կողմերից հավաքում է կարծիքներ, առաջարկություններ առաջիկա լրամշակումների համար։ Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները կհանդիպեն ապրիլի 12-ին Օմանում և բարձր մակարդակի անուղղակի բանակցություններ կանցկացնեն, հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Սա հավասարապես հնարավորություն է և մարտահրավեր, այժմ գնդակը Միացյալ Նահանգների դաշտում է։ Իրանական կողմի հետ կայանալիք բանակցությունների մասին երեկ ավելի վաղ Իսրայելի վարչապետի հետ հանդիպմանը հայտնել է նաև Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարը լրագրողների հետ զրույցում մանրամասնել է, խոսքը շատ բարձր մակարդակի բանակցությունների մասին է։
Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ, դրանք արդեն սկսվել են, կշարունակվեն շաբաթ օրը։ Տեսնենք ինչ կստացվի։ Կարծում եմ բոլորը համաձայն են, որ ավելի նախընտրելի է միջուկային գործարք կնքել, քան գնալ ակնհայտ ճանապարհով։ Եվ ես չեմ ցանկանում ներգրավվել այդ ակնհայտին, Իսրայելն էլ չի ցանկանում, բայց շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվում։ Հուսով եմ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն։ Դա կբխի Իրանի շահերից։ Լրագրողի հարցին արդյոք Թրամփը պատրաստ կլինի Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու նպատակով ռազմական գործողություններ ձեռնարկել, ԱՄՆ նախագահը պատասխանել է. Եթե Իրանի հետ առաջիկա բանակցությունները հաջող չանցնեն, այդ երկիրը մեծ վտանգի մեջ կհայտնվի։ Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Խոսելով Գազայի հատվածում զարգացումներից, Դոնալդ Թրամփը շեշտել է, ցանկանում է, որ պատերազմն ավարտվի։ Կարծում եմ դա տեղի կունենա ինչ-որ պահի, ոչ հեռու ապագայում։ Դիտարկում ենք ևս մեկ հրադադարի հնարավորություն, մանրամասնել է ԱՄՆ նախագահը։ Կարծում եմ Գազայի հատվածը որպես անշարժ գույք անհավանական կարևոր օբյեկտ է։ Մենք պատրաստ ենք ներգրավվել։ Լավ կլիներ նաև այնտեղ ամերիկյան խաղաղապահ ուժեր ունենալ, որոնք կվերահսկեին եւ կտիրապետեին Գազայի հատվածը։ Եթե պաղեստինցիներին տեղափոխենք տարբեր երկրներ, ազատ գոտի կստանանք, որտեղ ամեն օր մարդկանց չեն սպանի եւ այն կվերածվի հիասքանչ վայրի։ Զարմանում եմ, որ Իսրայելը ժամանակին հրաժարվել է դրանից։ Իսրայելի վարչապետն էլ հայտնել է, որ ամերիկյան կողմի աջակցությամբ աշխատում են Համասի մոտ պահվող գերիներին վերադարձնելու ուղղությամբ։ Միաժամանակ փորձում ենք չեզոքացնել Համասը եւ հնարավորություն տալ Գազայի ժողովրդին ազատորեն գնալ, ուր ուզում են, նշել է Բենյամին Նեթանյահուն։ Նախագահ Թրամփը համարձակ տեսլական է առաջ քաշել, քննարկել ենք այն երկրների ցանկը, որոնք կարող են ընդունել պաղեստինցիներին, եթե նրանք որոշեն հեռանալ, քանի որ Գազան վերականգնելու համար տարիներ կպահանջվի։ Քննարկել ենք նաև Սիրիան։ Մենք չենք ցանկանում, որ որևէ մեկն օգտագործի Սիրիան Իսրայելի վրա հարձակվելու համար, այդ թվում Թուրքիան։ Թրամփի հետ քննարկել ենք ինչպես կարող ենք խուսափել հակամարտությունից, քանի որ Վաշինգտոնը լավ հարաբերություններ ունի Անկարայի հետ։ Դոնալդ Թրամփն արձագանքել է, առաջարկելով իր օգնությունը Թուրքիայի եւ Իսրայելի միջև առկա խնդիրները լուծելու հարցում։ Լավ հարաբերություններ ունեմ Էրդողանի հետ, ես նրան եմ սիրում, նա էլ ինձ։ Էրդողանը Սիրիայում արել է այն, ինչը չի հաջողվել ուրիշ ոչ ոքի, հավելել է ԱՄՆ նախագահը։ Թրամփն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը, դժգոհել, որ հրադադար չի հաստատվում։ Հիմա խելագարի պես ռմբակոծում են, լավ իրավիճակ չէ, այդ իսկ պատճառով հանդիպում ենք Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ, կարծես ինչ-որ արդյունքի ենք հասնում, բայց վերջին ռմբակոծությունները ահավոր են։ Լրագրողի հարցին ինչու է Վաշինգտոնը մաքսատուրքեր սահմանել տասնյակ երկրների դեմ, իսկ Ռուսաստանին դուրս թողել այդ ցանկից, Թրամփը պարզաբանել է. Միացյալ Նահանգներն ըստ էության բիզնես չի վարում Ռուսաստանի հետ, քանի որ այդ երկիրը պատերազմում է։ Թրամփը հավելել է, որ ամերիկյան նոր մաքսատուրքերի ֆոնին մի շարք երկրներ ցանկանում են գործարք կնքել Վաշինգտոնի հետ։ Նա տեղեկացրել է, որ զրուցել է Ճապոնիայի վարչապետի հետ։ Հարկավոր է Միացյալ Նահանգների համար արդար գործարքների հասնել։ Մենք ավելի շատ ենք գնում, քան վաճառում, բողոքել է Սպիտակ տան ղեկավարը։ Չինաստանը լրացուցիչ 34%-ի մաքսատուրք է սահմանել մեր դեմ։ Եթե այն առաջիկա ժամերին չչեղարկվի, մենք կհայտարարենք հավելյալ 50% մաքսատուրքի մասին։ Եվրամիությունն էլ է վատ վարվել մեզ հետ։ Նրանք չեն գնում մեր ավտոմեքենաները, գյուղատնտեսական ապրանքները, մինչդեռ միլիոնավոր մեքենաներ են ուղարկում ԱՄՆ։ Թրամփը մտահոգություն է հայտնել, որ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության առևտրաշրջանառության մեջ 350 միլիարդ դոլարի դեֆիցիտ կա, որը հարկավոր է վերացնել։ Այդ խնդիրն արագ հաղթահարելու համար Եվրոպան ստիպված կլինի գնել մեր էներգակիրները։ Նրանք ունեն դրա կարիքը, պնդել է Թրամփը։ Մինչ այդ Եվրահանձնաժողովից նախազգուշացրել են, որ Եվրամիությունը ապրիլի 15-ին պատասխան տուրքեր կսահմանի Միացյալ Նահանգների նկատմամբ։ Միևնույն ժամանակ Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրել է, որ Բրյուսելը Վաշինգտոնին առաջարկել է փոխադարձաբար զրոյացնել բոլոր մաքսատուրքերը։ Նա հավատացրել է, Եվրամիությունը ցանկանում է խուսափել առևտրային պատերազմից, որովհետև դրանում հաղթողներ չեն լինել։ Քաղաքացիներին թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի վնասակար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաեւ դրանց ապօրինի շրջանառության եւ մաքսանեգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը։ Օրերս ագարականցման կետում պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած քաղաքացի ՆԱ-ի կողմից չհագործվող բեռնատար ավտոմեքենան եւ կցորդը։ Արդյունքում կցորդին ամրացված ջրի տարայում նկատվել են կասկածելի զանգվածներ։ Բեկ մաքսանեգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի եւ պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության աշխատակիցները համատեղ կցորդին ամրացված ջրի տարայից հայտնաբերել են
փայլատի տեղյատարաների մեջ լցված եւ փաթեթավորված ընդհանուր 11 կիլոգրամ 962 գրամ քաշով 15 փաթեթ, լցված մետամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածներով։ Թմրամիջոցի մաքսանեգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Իրանի քաղաքացին ձերբակալվել է, ով ներկայացվել է քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Դեպքի արդիվ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում ՆԱ-ն ձերբակալվել է եւ քրեական վարույթի նախաքննությունը փոխանցվել է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, մարդկանց տրաֆիկինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։ Բեկմաքսանեգության դեմ պայքարի վարչության, ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակասման գլխավոր վարչության եւ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, մարդկանց տրաֆիկինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ լայնածավալ քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված մետամֆետամին տեսակի թմրամիջոցը քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում պետք է փոխանցի Իրանից ժամանած Woman E-ին։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում մետամֆետամին տեսակի թմրամիջոցները փոխարինվել են նմանատիպ այլ զանգվածներով եւ մշակվել հատուկ քիմիական նյութով։ Պարզվել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանող անձի ինքնությունը։ Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո քաղաքացի N-ի նկատմամբ սահմանվել է հսկողություն։ Վերջինս ժամանել է Զվարթնոց միջազգային օդանավակայան եւ ուղևորվել է ՆԱ-ի հետ հանդիպման։ Երևան քաղաքում տեղակայված հյուրանոցներից մեկում օպերատիվ աշխատակիցների հսկողության ներքո քաղաքացի N-ին են փոխանցվել մետամֆետամին տեսակի թմրամիջոցների փոխանցված զանգվածով փաթեթները։ Վերջինս ՊԵԿ եւ ԱԱԾ աշխատակիցների կողմից թմրամիջոցի մաքսանենգության եւ իրացնելու նպատակով ձեռք բերելու անմիջական ցակած հիմնավոր կասկածով ձերբակալվել եւ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե։ Քրեական վարույթի շրջանակում միջնորդություններ են ներկայացվել դատարան Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ ՆԱ-ին եւ N-ին կալանավորելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Մարտի 31-ին ժամը 11:17-ին ոստիկանությունը ահազանգած տղամարդը հայտնել է, որ Երևանի Համոսահյան փողոցի թիվ 11 տանը բնակվող ընկերը շուրջ 2 օր է չի պատասխանում հեռախոսազանգերին։ Ահազանգի հետքերով մեկնեցին քրեական ոստիկանության եւ համայնքային ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Դեպքի վայրում հայտնաբերվեց միայնակ բնակվող Մարատ Սուվորովի դին։ 54-ամյա տղամարդու ոտքերը ձեռքերը կապված էին։ Մարմնի տարբեր մասերում կային մի քանի տասնյակից ավելի կտրած ծակած վնասվածքներ։ Դին գտնվում էր ննջարանում, հատակին, որտեղ ամբողջությամբ անանման հետքեր էին։ Մարատ Սուվորովի տան դուռը բաց էր։ Տունը խառնշտված էր։ Ակնհայտ էր, որ գործ ունենք առանձնակի դաժանությամբ եւ շահադիտական դրդումներով սպանության հետ։ Մարատ Սուվորովը զբաղվում էր թանկարժեք մետաղադրամների առքու վաճառքով։ Դեպքի վայրում, մասնավորապես տան նախասրահում թափված մետաղադրամներ կային։ Պարկած առաջ քաշվեց, որ սպանությունը կատարվել է բնակարանում եղած թանկարժեք մետաղադրամները հափշտակելու նպատակով։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն անցան օպերատիվ հետախուզական ծավալուն միջոցառումների իրականացմանը, որոնք արդյունք տվին դեպքից ընդամենը ժամեր անց։ Առանձնապես ծանր հանցանք կատարելու կասկածանքով մեր տեսադաշտում հայտնվեցին 4 անձին։ Պարզեցին, որ Երևանի բնակիչներ 58-ամյա Վահրամ Ան եւ 35-ամյա Արամ Օն դեռևս 2024 թվականին ամռանը Մարատ Սուվորովին են փոխանցում հափշտակված մետաղադրամներ Մարատ Սուվորովի կողմից վաճառելու նպատակով։ Այս արդիվ նրանց միջև ձևավորվում է որոշակի հարաբերություններ, ինչի արդյունքում նրանք տեղեկացվում են, որ Մարատ Սուվորովը իր մոտ մշտապես պահում է թանկարժեք մետաղադրամներ։ Երևանի քրեական ոստիկանները պարզում են նաև, որ Վահրամ Ան եւ Արամ Օն Մարատ Սուվորովի բնակության կոնկրետ հասցեն պարզելու նպատակով դիմել են իրենց ծանոթ Երևանի բնակիչ 28-ամյա Հարութ Կ-ին։ Վերջինս, այսպես ասած, հետևել է Մարատ Սուվորովին, պարզել նրա տան հասցեն եւ տվյալը փոխանցել Վահրամ Ային եւ Արամ Օ-ին։ Ուշագրավ է, որ
Մարատ Սուվորովի բնակության հասան իմանալուց հետո Վահրամ Ան եւ Արամ Օն Երևանի Համոսայյան փողոցի մոտակայքում Մարատ Սուվորովից հափշտակություն կատարելու մի քանի անհաջող փորձ են կատարել, պայմանավորված փողոցը մարդաշատ լինելու հանգամանքով։ Իրենց անձավոր մտադրությունը բարեհաջող իրականացնելու նպատակով Երևանի բնակիչ 58-ամյա Վահրամ Ան այդ մասին հայտնել է նաև 38-ամյա որդուն։ Նախնական տվյալներով 2025 թվականի մարտի լույս 30-ի գիշերը Արամ Օն, Վահրամ Ան եւ նրա որդին վերջինիս օպելով գնացել են Երևանի Համոսայյան փողոց։ Արամ Օն եւ Վահրամ Ան ապօրինի մուտք են գործել միայնակ բնակվող Մարատ Սուվորովի առանձնատուն, կապել նրա ձեռքերն ու ոտքերը, սուր կտրող ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին, այդ թվում կոկորդին, ինչի հետևանքով Մարատ Սուվորովը մահացել է։ Այնուհետև նրա բնակարանից հափշտակել են թանկարժեք մետաղադրամներ եւ այլ իրեր։ Այդ ընթացքում Վահրամ Այի որդին եղել է ավտոմեքենայում, սպասելով Մարատ Սուվորովի տուն մտած հորն ու Արամ Օին։ Օպերատիվ աշխատանքի արդյունքում մեզ հաջողվեց պարզել, որ Մարատ Սուվորովի բնակարան մտած Արամ Օն եւ բնակության վայրը պարզած Հարութ Կն դեպքի հաջորդ օրը 2025 թվականի մարտի 31-ին մեկնում են Տավուշի մարզ ՀՀ սահմանը հատելու եւ գողունը Հայաստանից դուրս իրացնելու նպատակով։ Սակայն չեն հասցնում դա անել, քանի որ նրանք մեր կողմից ձերբակալվում եւ տեղափոխվում են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն։ Արամ Օյի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է Մարատ Սուվորովին պատկանող դրամապանակը, Գրիգոր Նարեկացու պատկերով ոսկյա շքանշան եւ մի քանի տասնյակ արծաթե ու բրոնզե մետաղադրամներ։ Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է նաեւ Վահրամ Այի եւ նրա որդու գտնվելու վայրերը։ Նրանք եւս հայտնաբերվել ու ձերբակալվել են։ 4-ն էլ ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Արամ Օյի եւ Վահրամ Ային ներկայացվել են մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով առանձնակի դաժանության սպանություն եւ բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն կատարելու մեղադրանք։ Վահրամ Այի որդուն եւ Հարութ Կին ներկայացվել է բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն կատարելուն հանցակցելու մեղադրանք։ 4-ն էլ կալանավորվել եւ տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկներ։ Նախաքննությունը շարունակվում է։ Մարտի 31-ից ապրիլի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3300 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 123 մեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստավ վիճակում մեքենա վարող 145, առանց վարորդական իրավունքի վկայականի 302 անձ, հայտնաբերվել են հաշվառման համարնիշի հետ կապված 36, չամրակապված վարելու 576, առանց մանկական նստատեղի Car-City 5, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 220, վարելիս հեռախոսից օգտվելու 136, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 50 եւ 1251 այլ իրավախախտումներ, 112 մեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 214-ը տեխնիկական զննություն չանցած, 63-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 91-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու բաժիններ է տարվել 78 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16800 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 258 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստավ վիճակում մեքենա վարող 199, առանց վարորդական իրավունքի վկայականի 746, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող 2 անձ, հայտնաբերվել են հաշվառման համանիշի հետ կապված 87, կեղծ հաշվառման համանիշով երթևեկող 1, չամրակապված վարելու 3978, առանց մանկական նստատեղի Car-City 186, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 417, վարելիս հեռախոսից օգտվելու 600, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 57, արագության գերազանցման 2153 եւ 4496 այլ իրավախախտումներ, 417 մեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 1936-ը տեխնիկական զննություն չանցած, 545-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 8-ը բեռնատարներ, 238-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու բաժիններ է տարվել 51 անձ։ Ողջույն, Գյումրու գործարանային 8 կոտարակվեց հասցեում ենք, որտեղ շատ շուտով կբացվի Պանդա Մաստեր շինարյունքի խանութ սրահը, լայն ու մեծ տեսականիով բավարարելու շինարարության եւ վերանորոգումների բոլոր պահանջները։
Բայց մինչ այդ Պանդամաստեր շինանյութի խանութ սրահը երկկողմանի համագործակցության է հրավիրում Շիրակի մարզի վարպետներին, շինարարներին եւ անհատ ձեռնարկատերերին։ Վերջիններս կարող են օգտվել բոնուսային, քարտային եւ զեղչային համակարգից, ապրանքներից, ծառայություններից եւ Դելտա ինովացիոն կենտրոնի մաստեր-կլասներից։ Դա հարթակ է, որտեղ ոլորտի առաջատար գործարարներն ու մենեջերները կներկայացնեն շինարարության ոլորտի նորույթները, դրանց կիրառելիությունը, գին որակամատրությունն ու այլ մանրամասներ, ինչը կապահովի նաև լավագույն կապը շինարարների եւ հաճախորդների միջև։ Շնորհիվ սեփական մեծածավալ ներդրումների եւ էքսկլյուզիվ պայմանների հատուկ ուշադրություն է դարձվում յուրաքանչյուր գործընկերոջ կարիքներին, ապահովելով անհատական մոտեցում եւ աջակցություն։ Տեղեկացնում ենք նաև Դելտա Տելեկոմի բոլոր բաժանորդներին, որ իրենց համար նախատեսված են հատուկ բոնուսային եւ զեղչային քարտեր։ Վերջիններս կարող են իրականացնել իրենց շինարարությունն ու միևնույն ժամանակ խնայել գումար։ Ուստի թե շինարարական կազմակերպությունները, թե անհատ ձեռնարկատերերն ու թե Դելտա Տելեկոմի բաժանորդները համագործակցության համար կարող են դիմել զանգելով 093 52 05 34 հեռախոսահամարով կամ մոտենալ Պանդամաստեր շինանյութի խանութ սրահ Գյումրու գործարանային 8 կոտորակ 6 հասցեում։ Շտապ եք ձեռք բերել հուսալի գործընկեր։